Քանձարշավի ձեր տպավորություններով կկիսվեք։ Իհարկե կիսեմ, որ շատ տպավորված եմ այդ ջերմության, վստահության, հարգանքի, որ իրոք այսօր ես զգացել եմ, որ մեր ժողովուրդը փոփոխություն է ուզում, ոչ թե սուտ խոսալ, ասել, կազմակերպել, մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջանով, իրոք զգա ժողովրդի ուզածը ինչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի, ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով արձանագրել ենք հիմնական ժողովրդի խնդիրները, խնդիրները, որ մենք էլ խոստացել ենք եւ դա լուծումներն ենք գտել, որ լիարժեք առաջի հենց որոշման ժամանակ որ մեզ հրանցություն տրվի, անմիջապես դա բոլորը լուծելու ենք։ Հնարավորություն էլ կա, ցանկություն էլ կա, ծրագիր էլ կա, կապեր էլ կա, լավ թիմ էլ կա։ Պարոն Ծառուկյան, դուք բոլոր բնակավայրերում մարդկանց ասում եք սպասեք լավ փոփոխությունների։ Ինչ փոփոխությունների մասին է խոսքը եւ ինչ ժամանակում դրանք կյանքի կկոչվեն։ Դա արդեն կոչած է, դա Ծառուկյանը իր կողմից, իր ազգին, իր երկրին, իր ժողովրդի համար է կատարել, որ իմ ժողովուրդը այսօր ասելու բան չունի։ Այս 8 տարվա ընթացքում լիարժեք ոչ մի լավ բան չել է, բացի սուտ ասելուց, խաբելուց, ժողովրդին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տուժտուգանքներով, գույքարկ ավելացնելով, այդ բոլորը ասենք թե այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Ես դա տեսել եմ, զգացել եմ, մարդիկ վախում են, սենց բան պատմության մեջ չի եղել տենց ընտրություն, վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն, վախացնեն, չի եղել, բայց վախի մթնոլորտով պահելը դա ժամանակ որ բնույթ է գրում, արդեն ես ասում եմ, իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է, այս վերջի մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել եմ, որ երկրի վիճակը բարդացել է, եւ մեր դիրքերը թուլացել է։ Ես 100 անգամ ասել եմ, որ մենք պետք է չխառնվենք գերպետությունների մեջ իրենց շահի հարցերով, որ մենք թակարդ ենք։ Մենք այսօր թակարդի մեջ ենք եւ հիմնական այդ թակարդի պանիրն էլ մենք ենք։ Ինչի համար կռվախնձոր դառնանք եւ այստեղից մեր ժողովուրդը ինչ է օգտվելու։ Բացի տուժելուց, բացի կորցնելուց։ Հեսա, այնքան խոսացին, որ խաղություն եք բերել, խաղություն ինչ խաղություն, ուր է այդ թուղթը։ Միայն բանավոր պայմանավորություն, որ մենեք պետք է տան, բաժներ կատարեն, Թուրքիայի բաժները կատարեն։ Այդքան խոսալուց հետո մի հատ էլ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ սարքեցին, որ այսօր պետք է ասենք, թե տնտեսությունը ժողովուրդ պահողն է, պետություն պահողն է, հարկ տվողն է, փող տվողն է, ժողովրդին հիմնական հարցերը, որ այսօր բերեց այդ վիճակին, որ իրոք ասենք թե գործազրկություն, աղքատություն, սննկացում, սա է լինել, ուրիշ բան չկա։ Պարոն Ծառուկյան, այս ամենի համատեքստում շարունակում են հաթաթաններ տալ նաև ձեր հասցեին, վախեցնել սեփականությունը զրկելու։ Չկա, նա գրանով ոչ մի բանի չեն կար ասել, Ծառուկյանը ոչ վախեցողը, ոչ այդ կանգնողը, այլ իր խոսքը պահելու է, նա կարողանում են թող լիարժեք հարցերին պատասխանեն։ Ես ինչ որ կա ասում եմ, ես այդ հարցերը բարձրացնում եմ եւ անհրաժեշտ է այսօր այդ հարցերը լուծել իմ երկրի, իմ ժողովրդի համար։ Նրանք զգալով, որ այսօր լիարժեք օրորի, նրանց հողը իրենց ոտի տակից գնում է, որտեղ ոչ մի ասած բան չեն արել եւ այսօր էլ գլուխ գովալով արդեն Եվրոպա մեքենա գնաց։ Եղբայր օրը 1000 հատ մեքենա պետք է գնա, մի հատ մեքենա ձևական բաց թողելով, դա ինչ հարցի լուծում, այսա կապրենք կտեսնենք, ոչ մի բան ասածները չի լինելու, իրականություն չեն կարողացի դարձնել, տնտեսության շուկա բացելը 10 տարի պետք է, 10 տարվա ընթացքում դա ինչ կարան Պարոն Ծառուկյան, Ռանուշնա, բլոգեր ձեզ։ Բարև ձեզ։ Спасибо։ Տարբեր շրջանակների ներկայացուցիչներ են այս ընթացքում մոտեցել Ծառուկյանին։ Բարգավաճ Հայաստան։ Դու ցավը տանը, մենակը դες։ Որոշել եք չմասնակցել նախընտրական մեծ բանավեճին։ Բասի չեմ լսում։ Տեղեկացան, որ որոշել եք չմասնակցել նախընտրական մեծ բանավեճին։
Այսինքն ոնց որոշե, եթե մի ամիս առաջ հայտնել են, հիմա այս իմ ամբողջ թիմը ինձ է սպասում։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց այսօր նայ ես կարայի չգայի, այս ժողովուրդը ինչ էր անելու առանց իրանց ղեկավարի, հա՞։ Միլիոնավոր մարդիկ հիմա հերոստացույցի դեմ են նստած սպասում են Ծառուկյանի խոսքին, ամբողջ հեսա մաս-մաս միանալով գնալու են, որ ներկանանք, եթե ես չգայի, դա այդ չէր լինի, չէ՞։ Դե չէ, դեր թեմա չենք ասել։ Պարոն Ծառուկյան, հաշվի առնելով, որ մեծ շրջապատ ունեք նաև արտերկրում այս ընթացքում աջակցող խոսքեր եղել են կոնկրետ միջազգային տարբեր կառույցներից, ձեր գործընկերներից։ Ուրեմն ամբողջ աշխարհի հետ շփվում եմ, բոլորն էլ ցանկություն ունեն, օգտակար լինեն, պիտանի լինեն, հազարավոր ազդեցիկ հայեր կան, որոնք աշխարհում մեկ ձեռագիր ունեն, աշխատել են, ուզում են պիտանի օգտակար, մեզ բոլորը սիրում են, հարգում են, ուզում են լավ բան անեն մեր երկրի համար։ Բարևանում եք։ Պարոն Ծառուկյան, ինչու չեք գնում բանավեճի, Նիկոլ Փաշինյանը Հիմա լսի, թողեմ գնամ, այսպես պետք է ղեկավարվի։ Ինչու որոշեցիք չմասնակցել, ինչու մտածում եք։ Այ կուցավետ տանեմ, ոնց այսքանին ում թողեմ։ Դա մի ամիս առաջ որոշած է եղել, այսօրը որ պետք է անցկացնենք մեր հավաքը։ Հանրահավաքի պատճառով չեք գնացել։ Պարոն Ծառուկյան, ձեր շանսերը ո՞նց է գնահատում։ Գնացի։ Ձեր շանսերը ո՞նց է գնահատում։ Քարուսարշավից ինչ է սրա։ Ձեր շանսերը ո՞նց է գնահատում։ Քարուսարշավը։ Հարեկ ընդ խոսեմ, էլի չեմ լսում։ Թողեք նա թիմի ողջունի էլի պարոն Ծառուկյան։